Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ըստ պաշտոնական տվյալների զոհերի շարքում օտարերկրացիներ կան, վիրավորների մեծ մասը ծանր վիճակում է։ Պայթյունը տեղի է ունեցել Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, դրանից հետո տեղում մեծ հրդեհ է բռնկվել։ Թե որն է եղել պատճառը, դեռ հստակ չէ, տեղի դատախազը միայն հայտնել է, որ դիտարկվում է տեխնիկական պատճառներով բռնկված հրդեհի, ոչ թե դիտավորյալ հարձակման վարկածը։ Տիկնայք և պարոնայք, անցած գիշեր Քրանում տեղի ունեցածը մեզ խորապես ցնցել է։ Այս փուլում կարող եմ ասել հետևյալը. մոտավորապես գիշերը ժամը 1:30-ին նկատվել է ծուխ։ Այն բարձրանում էր Քրան-Մոնտանա առողջարանի կենտրոնում գտնվող մի բարից։ Միևնույն ժամանակ մի անձ օգնության կանչ է կատարել, կապ հաստատելով ոստիկանության օպերատիվ կենտրոնի հետ։ Ցավոք մի քանի տասնյակ զոհ ունենք։ Մյուս բոլոր վիրավորներին արդեն օգնություն է ցուցաբերվել։ Նրանք մոտ 100-ն են, մեծ մասը ծանր վիճակում։ Ներկապահին ոստիկանական քննություն է ընթանում և Քրանի գլխավոր փողոցը փակ է։